Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության առևտրի հարցերով բանագնաց լորդ Ջոն Ալդերդայսին։ Բրիտանացի պաշտոնյան շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռքբերումների կապակցությամբ։ Իլհամ Ալիևը պատմական է որակել Վաշինգտոնյան գագաթնաժողովը և ընդգծել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում Դոնալդ Թրամփի դերը։ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Բաքուն այսուհետ էլ ջանքեր կգործադրի խաղաղության առաջմղման ուղղությամբ։ Ալիևն ընդգծել է, որ կայունությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացմանը, անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի հարցերի։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետական Աննա Պաուլինա Լունան 1992 թվականին ընդունված Ազատությանն աջակցության ակտի 907-րդ բանաձևն ամբողջությամբ չեղարկելու մասին օրինագիծ է ներկայացրել։ Բանաձևը սահմանափակում է Ադրբեջանին Միացյալ Նահանգների ռազմական և ֆինանսական օգնության տրամադրումը։ Օրինագիծը պետք է հաստատի ներկայացուցիչների պալատը։ Նախկինում նման նախաձեռնություններ ևս ներկայացվել են, դրանք թույլ են տվել գործող նախագահներին շրջանցել արգելքը, սակայն ժամանակավորապես։ 907-րդ բանաձևի չեղարկման հարցը եղել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Ալիև-Թրամփ հանդիպման օրակարգում։ Կողմերը համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ ժամանակն է Ուկրաինայում նախագահի ընտրություն նշանակել։ Նա ընդգծել է, որ պատրաստ է գնալ ընտրությունների և իշխանությունից չի կառչում։ Սակայն այդ հարցը կարծում եմ առաջին հերթին պետք է որոշի մեր ժողովուրդը և ոչ այլ երկրներ, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նշել է, որ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է ապահովել մարդկանց անվտանգությունը և զինվորականների քվեարկելու իրավունքը։ Եթե արևմտյան գործընկերները երաշխավոր են անվտանգությունը, առաջիկա 60-90 օրվա ընթացքում պատրաստ կլինենք ընտրությունների, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Խոսելով բանակցությունների մասին, Զելենսկին նշել է, որ այժմ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև քննարկվում է 3 փաստաթուղթ։ Առաջինը 20 կետից կազմված շրջանակային փաստաթուղթն է, որը պարբերաբար փոփոխվում է, համապատասխանեցվելով Ուկրաինայի և Եվրոպայի շահերին։ Մյուս 2 փաստաթղթերը ըստ նրա վերաբերում են անվտանգության երաշխիքներին և Ուկրաինայի վերականգնմանը։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է էներգետիկ հրադադարի։ Ինչ վերաբերում է Ղրիմը վերադարձնելուն և ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Ուկրաինայի նախագահն ընդունել է, որ այս պահին դրանք անիրատեսական են։ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է էներգետիկ հրադադարի անհրաժեշտության մասին Զելենսկու հայտարարությունը, նշել Մոսկվան աշխատում է խաղաղության, ոչ թե հրադադարի ուղղությամբ։ Կայուն երաշխավորված երկարաժամկետ խաղաղությունը և համապատասխան փաստաթղթերի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն են, մանրամասնել է Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության և տարածքների վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները մեծ մասամբ համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանն է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան պայմանավորվել են շարունակել այդ հարցով շփումները։ Նա նշել է, որ չեն պատրաստվում կռվել Եվրոպայի դեմ, թեև Եմեն Լավրովի ձևակերպմամբ անիրատեսական հույսեր է փայփայում, որ կարող է հաղթել Ռուսաստանին։ ԱԳ նախարարը նաև նախազգուշացրել է, որ Մոսկվան համապատասխան արձագանք կտա, եթե Ուկրաինայում եվրոպական զորքեր տեղակայվեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։